Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սահմանադրական դատարանից հետ է կանչել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը չեղարկելու վերաբերյալ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դիմումը։ Նախագահի գրասենյակից նշել են, որ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին Վրաստանի օրենքը հիմնվում է թափանցիկության և հաշվետվողականության վրա, ինչը նպաստում է վրացական պետականության գլխավոր սկզբունքին, ազգային ինքնիշխանության պաշտպանությանը և երկրի կայուն զարգացմանը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ օրենքի նպատակն է բնակչությանը առավելագույնս տեղեկացնել օտարերկրյա ուժերի շահերը սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորման ծագման մասին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդդիմության չմասնակցելը որևէ կերպ չի ազդի ընտրությունների լեգիտիմության վրա, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով ընդդիմությունը գիտի, որ հերթական անգամ պարտվելու է վրաց ժողովուրդը նրանց ոչ մի մանդատ չի տալու և նրանց անմխիթար վիճակը կհաստատվի հերթական պարտությամբ։ Ավելի լավ կլինի, եթե ծայրահեղական կուսակցությունները չմասնակցեն ինքնակառավարման մարմինների ընտրություններին և դա ի վերջո կհանգեցնի Վրաստանում քաղաքական լանդշաֆտի թարմացման։ Պապուաշվիլու խոսքով Վրաստանում ծայրահեղականությունը պետք է վերջնականապես պարտվի, իսկ արտերկրից կուսակցությունների աջակցությունը պետք է դադարեցվի։ 2026 թվականին Վրաստանը կընդունի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ Միջոցառման մանրամասները քննարկվել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ձյուդոյի Եվրոպական միության նախագահ Լասլո Թոթի հանդիպման ժամանակ։ Վրաստանի վարչապետի խոսքով երկրի կառավարությունն առավելագույնս կնպաստի ձյուդոյի Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանը և կապահովի առաջնության անցկացումը ամենաբարձր մակարդակով։ Ձյուդոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն, ձյուդոյի Եվրոպական միության նախագահ Լասլո Թոթը և Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Լևան Նոզաձեն։ Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցում է Սիրիայում կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը և նպաստում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում էր կայացրել մարտի 21-ից 31-ը բացել Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետը Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու նպատակով։ Մարդասիրական օգնությունը հասել է Հալեբ։ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները։ Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը։ Ներկա են եղել նաև Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի բացման կապակցությամբ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության համաձայն ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ադրբեջանը պաշտոնապես տեղեկացված չի եղել Սիրիա մարդասիրական բեռներ տեղափոխելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացվել են Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։ Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ սահմանային այս կետը վերջին անգամ օգտագործվել է 2023 թվականին, փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիա հասցնելու համար։ Նշվում է նաև, որ սահմանային անցակետն օգտագործվել է հետիոտնային անցումների համար հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպման ժամանակ, ինչպես նաև սահմանային հանձնաժողովների նիստերի շրջանակներում։ Թուրքիայում դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար նախնական կալանք է սահմանել։ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը հնարավոր արտահերթ նախագահի ընտրություններում, ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան։
Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալով Իմամօղլուի եւ 99 կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, խարդախության, կաշառակերության, անձնական տվյալների ապօրինի ստացման եւ տենդերներում խախտումներ թույլ տալու մեղադրանքներով։ Հետաքննվում է նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու գործը։ Էքրեմ Իմամօղլուն հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։ Նա նշել է դրանք զրպարտություն են եւ քաղաքական հետապնդում։ Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել պայքարել իրենց իրավունքների համար եւ միանալ բողոքի ցույցերին ամբողջ երկրում։ Վախը չի կարող կանգնեցնել անխուսափելին։ Իմ մեծ ազգ, մի հուսահատվեք, մի կորցրեք ոգու արիությունը եւ երբեք մի կորցրեք հույսը։ Ես կոչ եմ անում իմ համագերկրացիներին, բոլոր 86 միլիոն մարդկանց գալ քվեարկության եւ աշխարհին ցույց տալ մեր պայքարը հանուն ժողովրդավարության եւ արդարության։ Ես ամուր կանգնած եմ ձեր կողքին, ամեն ինչ լավ կլինի։ Մարտի 22-ի դատական նիստից հետո Իմամօղլուն ժամանակավորապես հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Ակնկալվում է, որ մարտի 26-ին քաղաքապետարանի ղեկավար կազմի ընտրություն կանցկացվի։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտնել է, որ նախագահի հավանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների հաստատման պրայմերիզում Իմամօղլուն շուրջ 15 միլիոն ձայն է հավաքել եւ հենց նա կառաջադրվի կուսակցության կողմից։ Օզգյուր Օզելը հայտարարել է նաև, որ կուսակցության համակիրներն ամեն օր լինելու են հրապարակներում։ Նա Էրդողանին կոչ է արել արտահերթ ընտրություններ նշանակել եւ պաշտոնի համար պայքարել Իմամօղլուի դեմ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը լուրջ ոտնձգություն է ժողովրդավարության դեմ, ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր խոր մտահոգությունն այս կապակցությամբ։ Ընդդիմության ընտրված ներկայացուցիչների իրավունքների հարգումը, ցույցերի եւ կարծիքների արտահայտման ազատությունը իրավական պետության հիմնաքարերն են։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ եւ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, Թուրքիան այդ ոլորտում ստանձնած պարտավորություններ ունի եւ դրանց պահպանումը Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների կենտրոնական տարրն է։ Ավելի վաղ Իմամօղլուի ձերբակալությաններ անդրադարձել Միացյալ Նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիային կոչ էր արել հարգել մարդու իրավունքները եւ պատշաճ կերպով կառավարել ներքին շրջանակները։ Ստամբուլում, Անկարայում եւ Թուրքիայի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Էքրեմ Իմամօղլուին աջակցության համար հրավիրված հանրահավաքները վերածվել են կառավարության դեմ բողոքի ակցիաների։ Բախումներ են եղել ցուցարարների եւ ուժայինների միջև։ Ոստիկանները արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել, կան վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում։ Հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ սա երկրում վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան է։ Ցույցերին արձագանքել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, նշել իշխանության վրա ճնշում գործադրելու եւ փողոցում քաղաքականություն սահմանելու փորձերն անցյալում են։ Նրա խոսքով ընդդիմությունը փողոցային ահաբեկչությամբ է զբաղվում եւ փորձում է թաքցնել իր մեղքերը քաոս ստեղծելով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը մարտի 25-ից 26-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախատեսվում է հանդիպում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Այցի շրջանակում կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի այցը ԱՄՆ։ Անդրադարձ կլինի նաեւ երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում Ուկրաինայում, Սիրիայում եւ Գազայում տիրող իրավիճակին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է ապրիլին այցելել Վաշինգտոն հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Fox News-ի եթերում խոսելով Իրանի հետ միջուկային գործարքի մասին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողությունների կարող է դիմել որոշակի հանգամանքների պարագայում։ Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ որոշակի իրավիճակի մեջ դնեն, մենք ռազմական գործողությունների չենք դիմի։ Մենք դա կանենք որոշակի հանգամանքների պարագայում։ Նրա խոսքով, եթե չստացվի Իրանի հետ հարցը լուծել դիվանագիտական մեթոդներով, ապա այլընտրանքն այնքան էլ լավը չի լինի։ Ուիթկոֆը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է թույլ չտալ, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ստեղծի։ Իրանական կողմը ներկայիս պայմաններում այլևս չի կարող բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե որևէ բան չփոխվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Միանգամայն բնական է, որ հաշվի առնելով մեր ունեցած փորձը մենք կարող ենք հստակեցումներ կատարել։ Այն փաստը, որ մենք ոչ ենք ասում Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, պայմանավորված է մեր փորձով, այլ ոչ թե համառությամբ։ Միևնույն ժամանակ Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ Թեհրանի քաղաքականությունը լճացման վիճակում չէ։ Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականի համաձայնագրի վերականգնումը չի ստացվի փոփոխված հանգամանքների պատճառով։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինային Մերձավոր Արևելքին, ինչպես նաև Հարավային Կովկասին, խոսել այդ տարածաշրջաններում հակամարտությունները դադարեցնելու Վաշինգտոնի հնարավոր ջանքերի մասին։ Ուիթկոֆի խոսքով Միացյալ Նահանգների միջնորդական դերն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե ամերիկյան կողմը վստահ լինի, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ։ Ինչու ժամանակ վատնենք ասելով, որ կարող ենք խնդիրը երկխոսության միջոցով լուծել, իսկ հետո չհաջողենք։ Այս հաշվարկները վերաբերում են ոչ միայն Իրանին, Ռուսաստանին եւ Ուկրաինային, այլև Ադրբեջանին ու Հայաստանին։ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման շուրջ համաձայնության կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ եւ կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի նախագահը շնորհավորական նամակ է հղել Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆին իր երկրի ազգային տոնի Պակիստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի եւ Պակիստանի ռազմավարական գործընկերության եւ համագործակցության ներկայիս մակարդակը մեծ բավարարվածություն է առաջացնում։ Տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, ներդրումային, պաշտպանական արդյունաբերության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում հաջող փոխգործակցությունը մեր հարաբերությունները պայմանավորող գլխավոր գործոններից մեկն է։ Միևնույն ժամանակ միջազգային հարցերի շուրջ մեր դիրքորոշումների համընկնումը եւ փոխադարձ աջակցությունը երկու երկրների եղբայրության վառ արտահայտությունն է եւ ծառայում է մեր ժողովուրդների գլխավոր շահերին։ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն բացառիկ նշանակություն է տալիս հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել եւ խորանալ։ Վարդուհի Արությունյան, Հարևաններ։